2500 մետր բարձրության վրա շինարարական ակտիվ եռոզեռ է։ Այստեղից է վերհառնելու Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ Մոնումենտալ համալիրի կառուցման պատմական գործին միանալ ցանկացողների առաջին խումբը պատրաստ է իր շինարարական փոքրիկ գործողությամբ դառնալ մեծ ու հզոր գործի մասնիկը։ Մշակույթի ու արվեստի բազմաթիվ հայտնի գործիչների լեռան ստորոտին դիմավորում է գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Լավ, ինչպես որ պայմանավորվել էինք, որ առաջի այցը ձեր հետ պետք է լինի, ես իմ խոսքը պահեցի, ձեզ հրավիրել եմ, որ միասնական բարձրանանք։ Հատուկ մեքենաներով կամավորները ճամփա են ընկնում դեպի շինհրապարակ։ Նրանք այն գործիչներն են, որոնք տարիներ շարունակ իրականացնում են Ես կամ նախագծի փոքրիկների երազանքները։ Հիմա իրենք են երազանքով բարձրանում դեպի կարևոր առաքելության։ Այս մեր կյանքի ամենահիշվող օրերից մեկն է արկելու, հանրապես որտեղ կա խմբային, այսպես ասած, աշխատանք, հանդիպում, մոտեցում, ինքը չի մոռացվում երբեք։ Շատ խորհրդանշական է, քանի որ առաջի անգամ մեր խումբն է, այսպես որ գնում ենք մի հետաքրքիր վայր, որը որ դեռ պատմական է դառնալու։ Տասնյակ սերունդներ են լինելու, որոնք հիանալու են այս ամենիչով ու հիշելու են ովքեր են եղել առաջինները, իսկ առաջինները եղել ենք մենք։ Անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ ու շինարարական նորմերին համապատասխան միանում են լեռան գագաթին աշխատող շինարարներին։ Շնորհակալություն առաջինը լցնելու համար։ Մեծ պատիվ է։ Անկեղծ ասած, ինձ համար շատ մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ մասնակցել այդ առաջի քարը դնելուն, բետոն լցնելուն եւ ինձ համար պատիվ էր, որ պարոն Ծառուկյանը խնդրեց, որ առաջինը ես լինեմ, այդ պատիվը ինձ արժանացրեց։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս հրաշալի հուշարձանը, Հիսուսի հուշարձանը կմիավորի մեր ժողովրդին։ Շատ կարևոր է նման երևույթ, որտեղ որ բոլորին կհիշեցնեն նորից, որ մենք քրիստոնյա ազգ ենք, քրիստոնյա պետություն ենք, ոչ թե միայն քրիստոնյա ազգ, այլ քրիստոնյա պետություն ենք։ Եկել եմ սիրով իմ բաժինը դնելու այս կառույցի մեջ, Երանի Գագիկ Ծառուկյանին, որ այսպիսով հավերժացավ դարերի եւ հազարամյակների մեջ, փառք ու պատիվ նրան, որ կարողացավ Հիսուսի արձանը դնել, Հիսուսի արձանը խաղաղություն, երջանկություն բերի մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին։ Դուդուկի դամը մեջը բետոն եմ լցել։ Առաջի մարդկանցից եմ, որ ֆունդամենտին բետոն լցրեցի իմ ձեռքերով, աշխարհի ամենաբարձր արձաննակառուցում, որ ամբողջ աշխարհն է գալու հիանա։ Հիմա մենք գտնվում ենք մի սրբավայրում, որ մոտ 1.5 տարի հետո ամբողջ աշխարհի համար դառնալու է սրբավայր։ Մեր ազգին բախտ վիճակվեց, որ մեր երկրում, մեր պատմության, հայոց պատմության մեջ այս իմաստալից սրբավայրին արժանանա ամեն մի հայ, որի համար շնորհակալություն պարոն Ծառուկյանին։ Հրաշք ազգ, հրաշք մարդ, փառք մեր ազգությանը, մեր հայությանը, փառք որ մեր կրոնին։ Ես պատմությունը շատ մեծ
շատ երկար տարիներ է տևելու եւ մեր մասին ասելու են։ Միանշանակ են կարծիքի են, որ ինչ բարդատիր է միշտ ինչ որ միտեղ լինի օտար երկրում ու մենք ողջ ունենք։ Մեր երկրում է Հայաստանի Հանրապետությունում է ներողություն շատ կարևոր է, շատ ողջունելի է, շնորհակալություն ենք հայտնում խոնարհումը մեր բոլոր աշխատողներին, ովքեր որ այս ծրագրին մասնակցում են։ Իսկ ակտիվ աշխատանքից հետո ընդմիջման պահն է։ Բոլորը մեկ սեղանի շուրջ են արհեստավորին հագեցած ճանապարհելու հայկական ավանդույթով։ Դա Աստված, որ ինչ ձևով սկսել է, այս նույն ձևով ավարտին հասցնի, ես էլ մատաղները ինքս իմ ձեռքով եփեմ ու հյուրասիրեմ բոլոր ժողովրդին։ Ես երջանիկ եմ, ես հուզված եմ, ես ուրախ եմ, ես հպարտ եմ, որ այսօր այս պահին այստեղ եմ ու մի չնչին թեկուզ փոքրիկ մասնակցություն ունեցա։ Միայն ուրախալի, դրական, ոգևորության էմոցիաներ պետք է ասեմ եւ ուրախ եմ նաև, որ իմ փոքր մասնակցությունը կարողացա ունեցալ այս կարևոր գործում։ Վստահ եմ, որ այս արձանը շատ գեղեցիկ է լինելու եւ հաստատ խաղաղություն է տիրելու մեր երկրում։ Շատ հուշարժան օրեր իհարկե ու շատ շնորհակալ եմ, որ ներկա եմ այս ամենին կառուցին եւ սա հիշողական կլինի, կհիշվի։ Ուրախ եմ, որ եւս մեկ նմանատիպ միջոցառում նորից միավորեց բոլորիս, բոլոր ընկերներս միասին ենք, բոլորը շատ ոգևորված են, հույս ունեմ, որ ամեն ինչ շատ արագ եւ հեշտորեն կընթանա եւ մենք կհանդիպենք նույն վայրում արդեն այն առումով, ինչի համար որ փաստորեն պատրաստվում ենք։ Շատ ոգևորված եմ, քանի որ ամեն օր sense բան չես տեսնի ու շատ ուրախ եմ, որ այն առաջիններից մեկն եմ, որ այս գեղեցիկ իրադարձությանը ներկա է։ Այս ամենը իրապես պետք է տեսնել, զգալ, անհավանական զգացողություններ ունեմ, օրհնվեն ու Աստված թող պահապան լինի ու այս գործով իսկապես, չգիտեմ, հաստատ գործն է խոսելու ամենի մասին, իսկ այս ինչ որ տեսնում եմ հիմա, ուղղակի աննկարագրելի է, դժվար է խոսքերով բացատրել։ Կարծում եմ մենք դեռ տարիներ անց կտեսնենք եւ կքաղենք պտուղները եւ ինչ խոսք շատ գեղեցիկ մի նախաձեռնություն է, ինքս շատ մեծ հավատի տեր մարդ լինելով ողջունում եմ։ Ես հավատացյալ մարդ եմ եւ շատ ուրախ եմ, որ իմ փոքրիկ մասնակցությունը ունեմ այս աստվածային եւ ահռելի մեծ աշխատանքի կատարումների մեջ։ Հայտնի ու սիրված մեր հայրենակիցներն այսօր մասնակցում են պատմական այս իրադարձությանը։ Քանի որ արձանը ինքը ազգային կառույց է, ուստի յուրաքանչյուր հայի ցանկությունն է իր մի բուռ հողը լցնի, մի ծառ տնկի եւ ինչու՞ չէ նաեւ մասնակցի այս մեծածավալ շինարարական աշխատանքներին։ Եվ այսօր այստեղ այս խորհրդանշական վայրում պարոն Գագիկ Ծառուկյանի մոտ եկել են եսկամ նախագծին մասնակից հանրային մարդիկ, ովքեր հատիսի գագաթում կատարում են եւս մեկ առաքելություն։ Գագիկ Ծառուկյանն իր ու ընտանիքի այս գաղափարը, որը կյանքի է կոչվում այսօր, համարում է ամբողջ հայ ժողովրդի սեփականությունը եւ հաշվի առնելով մարդկանց ցանկությունը մասնակցելու այս պատմական գործին ստեղծվել են բոլոր հնարավորությունները։ Այսօր պատմական օր է։ 2025 թվական սեպտեմբերի 25-ը, որ սա սերունդե սիրունդ հիշվելու է եւ ասվելու է։ Ես հայտարարել եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով կցանկանա, մասնակցի Քրիստոսի արձանի շինարարությունը, այդ հնարավորությունը մենք իրեն կտանք։ Այսօր այդ հնարավորությունը տրված է։ Ցանկացած մարդ կարող է բարձրանալ աղոթքը շուրթերին, մի նպատակ պայի, մի քար դնի, մի ծառ դնի կամ կատարի ցանկացած աշխատանքը, որ սա սերունդե սերունդ հիշվելու է։ Տեսնելով, որ հոգի կա, շունչ կա, հզորություն կա, այստեղ քեզ լավ է զգում։ Անցած ուզեմ բարձրանամ տեսնեմ ինչ է լավ Քրիստոսի արձանը, դա ազգային վերածնունդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ է աշխարհին։ Սա իմ նպատակն ու ցանկությունը, որ թող Աստված պապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին։ Եվ այսպես առաջին խմբի անդամները ստանում են շինաշխատանքներին առաջինը մասնակցելու խորհրդանշական հավաստագիրը։ Գրիգորյան ջան, որ մասնակցել եք այս պատմական իրադարձությանը, ինձ համար էլ մեծ պատիվ է։ Եվ վերջում հայկական ծիրանափողի հնչյունները տարածվեցին հատիսի գագաթին, ավետելով հզոր գործի համահայկական մեկնարկը։ Համամաշխարհ բդուտեկա Չթողի հաբոш նազանի
դիդարի պես